Քանի անգամ ես ինքդ քեզ բռնացրել այն մտքի վրա, որ պարզապես սպասում ես, Օհա, անընդհատ լինող բան է։ չէ՞։ Այսինքն նստած ես, նայում ես էկրանին, խմում ես արդեն երրորդ բաժակ սուրճը ու սպասում ես այն իդեալական պահին, երբ քեզ վերջապես պատրաստ կզգաս ինչ-որ կարևոր բան սկսելու համար։ Կարծես սպասում ես, որ երկնքից մի նշան իջնի։ Հա, ճիշտ այդպես։ Կամ հանկարծակին մոտիվացիայի մի հսկայական ալիք ծածկի քեզ, որպեսզի վերջապես հագնես մարզակոշիկներդ կամ բացես այդ նախագծի ֆայլը։ Բայց դե արի անկեղծ լինենք, այդ պահը երբեք չի գալիս։ Բացարձակապես, մոտիվացիային սպասելը մեր ժամանակների երևի ամենամեծ պատրանքն է։ Եվ այսօրվա մեր խորքային քննարկումը հենց դրա մասին է։ Ինչպես ստիպել ինքդ քեզ գործել ու բարելավել կյանքդ, նույնիսկ երբ ուղեղդ ու զգացմունքներդ, գիտես, կտրականապես հրաժարվում են համագործակցել։ Մենք ուսումնասիրում ենք մի նյութ, որն ունի 10 հստակ գործնական գլուխներ։ Այո, եւ այս քննարկման գլխավոր նպատակն է հասկանալ, թե ինչպես է մարդը պարզապես հուսացող կամ երազող վիճակից անցում կատարում դեպի իրագործող վիճակ։ Իսկ դա ենթադրում եմ ոգեշնչող տեսահոլովակներ նայելով չի ստացվում, չէ՞։ Դե իհարկե չէ։ Գաղտնիքը նյարդաբանական մակարդակով քո սովորություններն ու կարգապահությունը վերակառուցելն է։ Մենք հիմնվելու ենք կարգապահության եւ անխիղճ գործողությունների վրա։ Ուրեմն սիրելի ունկնդիր, սա ուղղված է հենց քեզ։ Եթե հոգնել ես անverջ տեղեկատվական աղմուկից, դատարկ պարզապես հավատա ինքդ քեզ խորհուրդներից եւ ուզում ես հստակ, պրակտիկ գործիքներ քո կյանքի ղեկը նորից քո ձեռքը վերցնելու համար, ուրեմն ճիշտ տեղում ես։ Դե ինչ կարծում եմ ժամանակն է քանդել այս գծիկը։ Արի սկսենք։ Եթե ուզում ենք առաջ գնալ, նախ պետք է հասկանանք, թե իրականում ինչն է մեզ հետ քաշում եւ ամեն ինչ սկսվում է մի բառից, որը մենք բոլորս ուղղակի ատում ենք։ Ծուլություն։ Օ, համենացավոտ թեման։ Ես միշտ մտածել եմ, որ մարդկանց մի մասը պարզապես ի բնե աշխատասեր է, իսկ մյուսը ծույլ։ Բայց ըստ մեր ուսումնասիրած աղբյուրի պարզվում է դա բնավորության գիծ չէ, այնպես չէ։ Բացարձակապես։ Ծուլությունը գենետիկ խարան չէ։ Հոգեբանության տեսանկյունից այն պարզապես ինքնահաստատվող ցիկլ է, այսինքն մի վատ սովորություն։ Այսինքն մենք ինքներս ենք մեզ սովորեցնում ծույլ լինել։ Հենց այդպես, երբ դու բախվում ես որևէ առաջադրանքի, որը պահանջում է էներգիա, քո ուղեղն այն անմիջապես ընկալում է որպես դիսկոմֆորտ կամ վտանգ։ Եվ ինչ է անում ուղեղը։ Փնտրում է ամենակարճ ճանապարհը դեպի հարմարավետություն։ Ու սովորաբար դա հեռախոսը վերցնելն է։ Հա, դա ամենահեշտ ճանապարհն է։ Եվ այդ process-ը շատ աննկատ է սկսվում, ընդհանրապես մի մեղմ շշուկով։ Դե լավ, սա հետո կանեմ, կամ վաղը կսկսեմ։ Բայց ամեն անգամ, երբ դու ընտրում ես այդ հարմարավետությունը պատասխանատվության փոխարեն, դու ըստ էության ամրապնդում ես այդ նեյրոնային կապը, չէ՞։ Ճիշտ է։ Ժամանակի ընթացքում դա վերածվում է քո ինքնության, եւ դու սկսում ես ինքդ քեզ ասել. «Դե ես պարզապես էսպիսին եմ»։ Բայց ամենավատն այն է, որ դա սպանում է քո ինքնահարգանքը։ Սպասի, սա շատ կարևոր կետ է։ Այդ հենց հետո կանենի գինը իրականում շատ ավելի մեծ է, քան պարզապես անավարտ մնացած գործերը։ Ինձ համար ամենացնցող բացահայտումն այն էր, թե ինչպես է դա ազդում մեր ներքին ինքնագնահատականի վրա։ Այո, որտեվ երբ դու ինքդ քեզ խոստում ես տալիս ու չես կատարում, քո ուղեղը բառացիորեն սովորում է, որ քո խոսքն արժեք չունի։ Իսկական ցավը այդ սեփական անձիդ հանդեպ վստահության լռելիային էրոզիան է։ Բայց դե հարց է առաջանում. ինչպես կանգնեցնել սա։ Եթե ասենք ես 10 տարի շարունակ հետաձգել եմ գործերս, ես չեմ կարող վաղն արթնանալ ու միանգամից դառնալ սուպերմեն։ Դե հենց դրա համար էլ գույություն ունի ակտիվացման արգելքի իջեցման մեխանիզմը։ Ակտիվացման արգելքի իջեցում, սա հնչում է մի քիչ գիտական, կբացատրես ավելի պարզ։ Իհարկե, ուրեմն մեր ուղեղի նշաձև կորիզը, ամիգդալան, որը պատասխանատու է ստրեսի եւ վախի համար, հսկայական 2 ժամանոց պրոյեկտը տեսնում է որպես սպառնալիք։ Այն միացնում է տագնապի ազդանշանը եւ դու փախչում ես դեպի քո հեռախոսը սկրոլ անելու։ Հասկանալի է։ Ուրեմն մեզ պետք է շրջանցել այդ ազդանշանը։ Ճիշտ այդպես, որպեսզի շրջանցես այս էվոլյուցիոն պաշտպանությունը, դու պետք է առաջադրանքն այնքան փոքրացնես, որ այն դադարի սպառնալիք լինելուց։ Դա հայտնի 2 րոպեի կանոնն է։ Այսինքն դու չես ասում ինքդ քեզ, ես հիմա կմարզվեմ 1 ժամ։ Դու ասում ես, ես ուղղակի կհագնեմ մարզակոշիկներս ու կքայլեմ ընդամենը 2 րոպե։ Այո, սա իջեցնում է հոգեբանական դիմադրությունը։ Իսկ երբ դու արդեն շարժման մեջ ես, իներցիան քեզ առաջ է տանում։ Սկսելն է ամենադժվարը։
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեր ուշադրությունը պարզապես գողանում են ամեն վայրկյան։ Օրինակ, արթնանում ես ու անմիջապես վերցնում ես հեռախոսը։ Տեքստում խոսվում է մեկ որոշման առավոտ պրակտիկայի մասին։ Այո, անգլերենով դա one decision morning-ն է։ Ուշադրությունը ոչ միայն մեր ամենաթանկ արժույթն է, այլև էներգիայի խիստ սահմանափակ ռեսուրս։ Եվ մենք այն հաճախ վատնում ենք օրվա հենց առաջին 5 րոպեներին։ Դա ամենամեծ սխալն է։ Մեկ որոշման առավոտի իմաստն այն է, որ դու սահմանափակում ես քո որոշումների քանակը օրվա առաջին 1 ժամվա ընթացքում։ Եթե դու արթնանալուն պես մտնում ես սոցցանցեր կամ կարդում ես նամակներ, դու անվիճապես քո ուղեղը դնում ես ռեակտիվ վիճակի մեջ։ Այսինքն արձագանքում ես ուրիշների օրակարգին, ոչ թե ստեղծում ես քոնը։ Ճիշտ այդպես։ Փոխարենը դու պետք է ունենաս մեկ հստակ, նախապես պլանավորած գործողություն։ Լինի դա մարզանք, գրել կամ պարզապես լռության մեջ սուրճ խմել։ Դու ես թելադրում քո օրվա ռիթմը, ոչ թե արտաքին աշխարհը։ Գիտես, սա ինձ մի շատ հետաքրքիր անալոգիա է հիշեցնում։ Մեր միտքը նման է գետի։ Առանց ափերի ու անպարտակների ջուրը պարզապես ողողում է ամեն ինչ, վերածվում է ճահճի կամ նույնիսկ ոչնչացնում է մեր իսկ կառուցածը։ Հրաշալի համեմատություն է։ Մենք պետք է լինենք այդ ամպարտակը, որն ուղղորդում է ջրի հոսքը եւ դրանից էներգիա է ստանում։ Բայց այստեղ իմ մեջ մի փոքր դիմադրություն է առաջանում։ Ինչ առումով։ Դե մենք անընդհատ խոսում ենք հարմարավետությունից փախչելու մասին։ Արդյոք հարմարավետությունն ինքնին վատ բան է։ Մենք բոլորս էլ հանգստի, լիցքաթափվելու կարիք ունենք, չենք կարող 24 ժամ ռոբոտի պես աշխատել։ Շատ տեղին հարց է, եւ աղբյուրը հստակ անդրադառնում է դրան։ Խնդիրն այն է, որ մենք հաճախ շփոթում ենք իրական, վերականգնող հանգիստը փախուստի հետ։ Այսինքն, տարբերություն կա, թե ինչպես ենք մենք դադար վերցնում։ Իհարկե։ Իսկական հանգիստը լիցքավորում է քեզ։ Դա կարող է լինել քնելը, բնության մեջ քայլելը կամ ասենք ընկերների հետ խորը զրույցը։ Իսկ հարմարավետության անվան տակ թաքնված փախուստը, օրինակ աննպատակ սկրոլ անելը կամ 3 ժամ անընդմեջ սերիալ նայելը, երբ իրականում գործ ունես անելու, դա քեզ ավելի է սպառում ու դատարկում։ Դա ծանոթ զգացողություն է։ Սերիալից հետո քեզ ավելի հոգնած ես զգում, քան առաջ։ Իսկ ինչպես տարբերել այս երկուսը առօրյա կյանքում։ Որպեսզի կարողանաս տարբերել այս երկուսը, կա մի հրաշալի մեխանիզմ՝ 3 վայրկյանի դադարը։ Ինչ է դա նշանակում պրակտիկայում։ 3 վայրկյան սպասել։ Նշանակում է, երբ զգում ես այդ իմպուլսը, որ ուզում ես թողնել գործդ ու վերցրել հեռախոսը, պարզապես կանգ առա 3 վայրկյանով, խորը շնչիր։ Ընդամենը 3 վայրկյա։ Դա բավարար է։ Կատային բլթին, պրեֆրոնտալ կորտեքսին, որը պատասխանատու է գիտակցված որոշումների համար։ Այդ դադարի ընթացքում դու հարցնում ես քեզ. ես հիմա իսկապես հանգստի կարիք ունեմ, թե ուղղակի փախչում եմ դժվարությունից։ Փաստորեն դու խլում ես վերահսկողությունը ավտոպիլոտից եւ վերադարձնում ես գիտակցությանդ։ Շատ լավ։ Այսինքն մենք ընդամենը 3 վայրկյանի հեռավորության վրա ենք մեր ինքնակառավարումը վերականգնելուց։ Հենց այդպես։ Լավ։ Ենթադրենք, որ մենք սովորեցինք կանգնեցնել այդ ցռող իմպուլսները։ Մենք դադարեցինք փախչել, բայց դատարկ տեղում ոչինչ չի աճում, չէ՞։ Իհարկե չի աճում։ Մենք քանդեցինք հին սովորությունները, հիմա պետք է նոր հիմք կառուցենք, նոր ինքնություն։ Եվ ինչպես հասկանում եմ աղբյուրից, դա արվում է անխիղճ բացարձակ պատասխանատվության միջոցով։ Այո, եւ սա երևի ամենացավոտ, բայց ամենաարդյունավետ անցումն է։ Մարդկանց մեծամասնությունը չի ձախողվում, որովհետև չգիտի ինչպես անել ինչ-որ բան։ Դե ինֆորմացիան այսօր անվճար է ու ամենտեղ հասանելի է։ Հենց դա եմ ասում։ Մենք բոլորս գիտենք ինչպես ճիշտ սնվել, ինչպես խնայել գումար կամ ինչպես սկսել նոր գործ։ Նրանք ձախողվում են պարզապես որովհետև խուսափում են պատասխանատվությունից։ Եվ դրա համար հեղինակն առաջարկում է ամենօրյա գնահատման քարտի կամ daily scorecard-ի պրակտիկան։ Սա ինձ շատ հետաքրքրեց։ Դա չափազանց հզոր գործիք է, բայց պետք է հասկանալ, որ սա հուզական օրագիր չէ, որտեղ դու գրում ես, թե գիտես ինչքան վատ անցավ օրդ կամ ինչ ես զգում, սա անձնական զգացմունքների տեղ չէ։ Այսինքն սա ուղղակի չոր փաստերի արձանագրում է։ Այո։ Ինչ խոստացա ինքս ինձ այսօր, ինչ արեցի իրականում եւ որտեղ դրժեցի խոստումս։ Եվ ենթադրում եմ առանց արդարացումների եւ առանց ինքնախճխահարության։ Ճիշտ այդպես։ Երբ դու նայում ես չոր փաստերին, դու չես կարող ստել ինքդ քեզ։
Սա տեքստում կոչվում է արդարացումների զրոյական կանոն։ Սա մի քիչ կոշտ է հնչում։ Որովհետև հոգնած մարդիկ նույնպես գործում են, զբաղված մարդիկ նույնպես ժամանակ են գտնում, տարբերությունը քո հանգամանքների մեջ չէ, տարբերությունը քո ստանդարտների մեջ է։ Սպասի, արի մի պահ կանգ առնենք այս կետի վրա, որովհետև այստեղ ես անձամբ լուրջ կասկածներ ունեմ։ Լսում եմ։ Մենք խոսում ենք ինքնության փոփոխության մասին։ Ասվում է, որ մեր ինքնությունը փոխվում է գործողությամբ։ Եթե ես ուզում եմ լինել մարզվող մարդ, պետք է գնամ մարզասրահ, ոչ թե հայելու առաջ կանգնեմ ու դրական աֆիրմացիաներ կրկնեմ։ Համաձայն եմ։ Բայց միթե դա պարզապես հին ու բարի fake it till you make it, կեղծիր մինչև ստացվի մոտեցումը չէ։ Եթե ես ինձ զգում եմ ծույլ, բայց ստիպում եմ ինձ վազել, միթե ես պարզապես չեմ խաբում ինքս ինձ, անելով մի բան, որը խորքում դեռ իմ մասնիկը չէ։ Գիտես, սա չափազանց տարածված թյուրըմբռնումը, fake it till you make it-ը, նշանակում է, որ դու արտաքին աշխարհին ցույց ես տալիս մի կերպար, որին չես համապատասխանում։ Դու փորձում ես ուրիշներին խաբել։ Իսկ այս դեպքում մենք մեզ չենք խաբում։ Ոչ։ Այն ինչի մասին մենք խոսում ենք հիմա, վարքաբանական հոգեբանության հիմքն է։ Գործողությունն ու ինքնախաբեությունը նույնը չեն։ Այն պահին, երբ դու կատարում ես թեկուզ ամենափոքր գործողությունը, ընդդեմ քո ծուլության, դու ֆիզիկապես ապացույց ես ստեղծում։ Ապացույց ում համար։ Իմ ուղեղի։ Այո, հենց քո ուղեղի։ Քո ուղեղը հետևում է քո վարքագծին, որպեսզի հասկանա, թե դու իրականում ով ես։ Այսինքն ես գործում եմ եւ ուղեղս ասում է. «Հա, փաստորեն մենք այն մարդն ենք, ով վազում է անձրևի տակ»։ Լիովին ճիշտ է։ Ինքնությունը պատրանքների վրա չի կառուցվում, այն կառուցվում է ապացույցների վրա։ Յուրաքանչյուր գործողություն, որ դու անում ես, քվեարկություն է այն մարդու օգտին, ով դու ուզում ես դառնալ։ Վաու, սա իսկապես հզոր միտք է։ Եթե դու անում ես գործը, ուրեմն դու այն մարդն ես, ով անում է գործը։ Վերջ։ Էմոցիան ու հավատը կգան հետո որպես արդյունք, ոչ թե որպես նախապայման։ Դա փոխում է ամեն ինչ։ Մենք միշտ սպասում ենք, որ էմոցիան նախորդի գործողությանը։ Մենք սպասում ենք, որ մոտիվացված զգանք մեզ նոր գնանք վազելու։ Իսկ պետք է հակառակն անել։ Բայց գիտես, կյանքը կյանք է։ Դու կառուցում ես այս նոր ինքնությունը եւ մի օր դժվարությունները ուղակի խփում են դեմքիդ։ Ասենք առավոտյան ժամը 5-ն է, ցուրտ է, դու պետք է արթնանաս։ Եվ քո բոլոր զգացմունքները գոռում են. «Կանգ առ, սա շատ բարդ է, արի մնանք անկողմում»։ Ծանոթ վիճակ է։ Ինչպես չնահանջել։ Այստեղ տեքստում խոսվում է զգացմունքների հետ բանակցությունների ավարտի եւ մտավոր տոկունության մասին։ Եվ գիտես, ամենահակաինտուիտիվ միտքն ինձ համար այն էր, որ մենք պետք է դիտավորյալ դժվարություններ ընտրենք։ Ինչու պետք է նորմալ մարդը ուզենա իր կյանքը բարդացնել։ Որովհետև կենսաբանորեն մենք հարմարվող էակներ ենք։ Եթե դու միշտ ապրում ես հարմարավետության մեջ, քո հանդուրժողականության շեմը իջնում է։ Ամենափոքր խնդիրը դառնում է աղետ։ Ասենք խցանումը կամ վատ եղանակը։ Հենց դա։ Խցանումը, վատ եղանակը կամ նույնիսկ ղեկավարի մի փոքր կոշտ խոսքը քեզ համար ողբերգություն են դառնում։ Դրա համար դիտավորյալ անհարմարություն ընտրելը, լինի դա սառը ցնցող, գերծանր մարզում, թե վաղ արթնանալը, կոփում է քո ներային համակարգը։ Դա ինչ-որ գիտական հիմք ունի։ Այո, սա պրոֆեսիոնալ սպորտում եւ հոգեբանության մեջ հայտնի է որպես հորմեզիս։ Դա փոքր չափաբաժիններով ստրես է, որն օրգանիզմն իրականում ավելի ուժեղ է դարձնում։ Անհարմարությունը աճի ազդանշան է, ոչ թե վտանգի։ Եվ դրան գումարվում է եւս մեկ կանոնը, one more կանոնը։ Սա շատ հետաքրքիր էր։ Երբ ուզում ես հանձնվել, արա եւս 1 րոպե։ Կարդա եւս 1 էջ։ Արա եւս 1 կրկնություն մարզասրահում։ Հենց այդ պահին է, որ աճը տեղի է ունենում։ Այսինքն դու քո ուղեղին սովորեցնում ես, որ քո սահմանը այնտեղ չէ, որտեղ նա գոռում է, վերջ, բավական է։ Այդ եւս մեկի մեջ է ծնվում իսկական մտավոր դիմացկունությունը։ Եվ այստեղ կա մի շատ կոշտ ճշմարտություն, որը հաճախ մոռանում ենք։ Որն է դա։ Քո զգացմունքները հոգ են տանում միայն քո էվոլյուցիոն գոյատևման եւ էներգիայի խնայման մասին։ Նրանց բացարձակ չի հետաքրքրում քո կարիերայի աճը, քո երազանքները կամ քո առողջությունը 10 տարի անց։ Այսինքն զգացմունքները մտածում են միայն այս պահի հարմարավետության մասին։ Միանշանակ։ Ուստի նրանց պետք չէ ձայնի իրավունք տալ ռազմավարական որոշումներ կայացնելիս։ Դա ինձ մի պատկեր է հուշում։ Պատկերացրեք, որ զգացմունքները օվկիանոսի ալիքներն են, իսկ մենք նավապետը։ Շատ լավ անալոգիա է։ Ալիքները կարող են խփել նավին, անձրևը կարող է թրջել քեզ, բայց ալիքները չեն որոշում նավի ուղղությունը։ Ղեկը քո ձեռքում է։
Բայց գիտես, ես էլի մի քիչ վախենում եմ այս խիստ մոտեցումից։ Ինչից ես վախենում։ Եթե ես անընդհատ անտեսեմ զգացմունքներս, եթե միշտ ճնշեմ իմ հոգնածությունն ու տխրությունը, վերջում պարզապես չեմ պայթի։ Մենք մեքենա չենք, որ ուղղակի անջատենք հոգնածության սենսորը։ Սա չի բերի խորը հյուծման կամ բըրնաութի։ Սա շատ նուրբ ու չափազանց կարևոր սահման է։ Մենք չենք ասում ճնշեք կամ հերքեք ձեր զգացմունքները։ Էմոցիաները ճնշելը իսկապես ուղիղ ճանապարհ է դեպի հոգեբանական պայթյուն։ Բա ինչ ենք մենք անում, եթե չենք ճնշում։ Մոտեցում այլ է, դու պետք է անջատես գործողությունը զգացմունքից։ Դու լիովին ընդունում ես այն, ինչ զգում ես։ Դու ասում ես ինքդ քեզ. «Այո, ես հիմա սարսափելի անհանգիստ եմ, ես վախենում եմ այս զանգը անելուց, ես հոգնած եմ»։ Այսինքն դու ընդունում ես էմոցիան։ Այո, դու տալիս ես դրան անուն, դու զգում ես դա մարմենիդ մեջ, բայց դու թույլ չես տալիս, որ այդ զգացմունքը դառնա հրամանատար։ Ուրեմն էմոցիաները պարզապես ինֆորմացիա են, ոչ թե հրահանգ։ Հենց այդպես։ Դրանք ազդանշաններ են դաշտից, ոչ թե ռազմավարություն։ Երբ դու սովորում ես գործել քո տրամադրությունից անկախ, դու ազատագրվում ես բանակցելու այդ հյուծիչ process-ից։ Ու էլ չես վատնում քո առավոտյան էներգիան ինքդ քեզ համոզելու վրա։ Ճիշտ է։ Դու պարզապես անում ես այն, ինչ պետք է արվի, տանելով քո հոգնածությունը քեզ հետ որպես ուղեկից, ոչ թե որպես խոչընդոտ։ Հասկանալի է։ Լավ, ուրեմն մենք սկսել ենք, մենք դիմակայում ենք փոթորիկներին։ Բայց գալիս է մի փուլ, որը իմ կարծիքով ամենավտանգավորն է։ Սկսելը հեշտ է, էնթուզիազմ կա, նորության զգացում։ Դժվարություններին դիմակայելն էլ հերոսական է զգացվում, էպիկական։ Բայց ամեն ինչ փոխվում է միջին հատվածում։ Հա, ամենաշատ երազանքներն ու պրոյեկտները մեռնում են ճանապարհի կեսին։ Երբ անցել է, ասենք, 40 օր, արդյունքը դեռ չի երևում, ու ամեն ինչ դարձել է ուղղակի անտանելի ձանձրալի։ Ինչպես գնալ մինչև վերջ այդ միջին հատվածում։ Միջին հատվածը դիմադրության եւ արդարացումների հիմնական գոտին է։ Այնտեղ է, որ էնթուզիազմն արդեն չքացել է, իսկ վերջնագիծը դեռ հեռու է։ Որպեսզի հաղթահարես սա, նախ պետք է հասկանաս մի պարզ կանոն։ Ո՞րն է այդ կանոնը։ Հետևողականությունը միշտ հաղթում է ինտենսիվությանը։ Մարդիկ սիրում են սկսել շատ ինտենսիվ, ասենք օրական 3 ժամ պարապելով եւ 2 շաբաթ անց հյուծված թողնում են ամեն ինչ։ Փոխարենը լավ կլիներ օրական 20 րոպե պարապել, բայց ամեն օր։ Միանշանակ, ավելի լավ է ամեն օր անել մեկ փոքր, բայց անընդհատ քայլ։ Եվ երկրորդ գործիքը նահանջի կամուրջներն այրելն է։ Կամուրջներն այրել։ Ինչպես։ Ստեղծիր այնպիսի պայմաններ, որտեղ հանձնվելը ավելի բարդ ու ցավոտ կլինի, քան շարունակելը։ Ասենք խոստացրիր ընկերոջդ մեծ գումար, եթե չանես գործդ։ Գիտես, ես հենց նոր մի բան հասկացա այս ամենից։ Մենք որպես հասարակություն կարծես վարակված ենք հոլիվուդյան մոնտաժի համախտանիշով։ Ինչ նկատի ունես մոնտաժի համախտանիշ ասելով։ Դե մենք սպասում ենք այն էպիկական 3 րոպեանոց կադրերին ֆիլմերում, որտեղ հերոսը ոգեշնչող երաժշտության տակ մարզվում է, մի երկու անգամ ասենք ընկնում է անձրևի տակ, բայց նորից վերակենում եւ հաջորդ կադրում նա արդեն չեմպիոն է։ Բայց պարզվում է, իրական կյանքում բարելավումը լռելիային վիճակ դարձնելը զուտ ձանձրալի գործընթաց է։ Այո, դա այն է, ինչ աղբյուրն անվանում է միապաղաղության ընդունում։ Շատ ճիշտ համեմատություն է ֆիլմերի հետ։ Այսինքն հերոսությունը պարզապես նույն բանը անընդհատ կրկնելն է։ Վարպետությունը ծնվում է նույն ճիշտ բանը անընդհատ կրկնելու մեջ, առանց ծափահարությունների, առանց ֆոնային երաժշտության, մինչև որ դա անելը դառնա ավելի հեշտ, քան չանելը։ Բայց դա այնքան ձանձրալի է հնչում։ Վարպետությունը ձանձրալի է դրսից, բայց խորապես փոխակերպող է ներսից։ Եվ եթե դու խուսափում ես այդ ձանձրույթից ու կիսատ ես թողնում գործերդ, դու հայտնվում ես հոգեբանական մի շատ վտանգավոր ծուղակում, որը կոչվում է բաց օղակների էֆեկտ։ Բաց օղակներ։ Ինչ է դա նշանակում։ Հոգեբանության մեջ սա հայտնի է որպես Զեյգարնիկի էֆեկտ։ Մեր ուղեղը հիշում է անավարտ գործերը շատ ավելի լավ, քան ավարտվածները։ Կարող ես օրինակ բերել։ Պատկերացրու համակարգչի բրաուզեր, որտեղ 50 պատուհան բաց է թողված։ Նույնիսկ եթե դու դրանց չես նայում, դրանք սպառում են համակարգչի օպերատիվ հիշողությունը, եւ համակարգիչը սկսում է քախել։ Նույնը կատարվում է ուղեղում։ Այսինքն մեր կիսատ թողած գործերը սպառում են մեզ։ Այո։ Ամեն մի կիսած թողած պրոյեկտ, ամեն մի անավարտ զրույց կամ խոստում մնում է որպես բաց օղակ։ Այն ֆոնայի ռեժիմում գաղտնի սպառում է քո մտավոր էներգիան։ Ուղեղը ուղղակի ատում է անավարտությունը։ Դա բացատրում է, թե ինչու ենք մենք հաճախ մեզ հյուծված զգում, նույնիսկ երբ գիրես
ֆիզիկապես ոչինչ չենք արել։ Պարզապես մեր ուղեղում չափազանց շատ բաց պատուհաններ կան։ Դրա համար գործն ավարտին հասցնելը պարզապես տաղանդի կամ նպատակասլացության հարց չէ։ Դա հոգեբանական հիգիենայի հարց է։ Երբ դու ավարտում ես գործը, դու ազատագրում ես այդ գերեվարված էներգիան։ Սա իսկապես շատ կարևոր է հիշել։ Իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ ընկնում ես։ Ասենք եթե դիետատ խախտում ես կամ մի քանի օր բաց ես թողնում մարզումներդ։ Ինչպես վերադառնալ։ Չէ՞ որ շատ դժվար է էլի զրոյից սկսել։ Կանոնը ընդամենը մեկն է՝ արագ վերսկսում։ Մարդկանց ամենամեծ սխալն այն է, որ սայթաքելուց հետո ասում են. «Դե լավ, այս շաբաթն արդեն փչացավ, կսկսեմ երկուշաբթի օրվանից»։ Կամ կսկսեմ հաջորդ ամսվանից։ Դասական արդարացում է։ Ճիշտ է, բայց ոչ, դա սխալ է։ Եթե դու ընկնում ես, պետք է վերսկսես հենց հաջորդ պահին։ Որքան երկար ես թողնում դադարը, այնքան քո հին, ծույլ ինքնությունը ավելի ամրապնդվում։ Սայթաքումը ինքնին ձախողում չէ, ձախողումը վերսկսելուց հրաժարվելն է։ Ուրեմն, հենց հաջորդ ժամը, հենց հաջորդ որոշումը հնարավորություն է նորից վերադառնալու ռելսերի վրա։ Միանշանակ, դու միշտ ընտրության հնարավորություն ունես։ Դե ինչ, տես, մենք այսօր ահռելի ճանապարհ անցանք։ Եկեք մի պահ հավաքենք այս բոլոր կտորները իրար հետ։ Լավ միտք է։ Մենք սկսեցինք նրանից, որ քանդեցինք ծուլության շղթան, հասկանալով, որ այն ոչ թե մեր ճակատագիրն է, այլ պարզապես ուղեղի պաշտպանական մեխանիզմ։ Եվ մենք սովորեցինք դա շրջանցել 2 րոպեանոց կանոնով եւ 3 վայրկյանի դադարով։ Այնուհետև մենք հասկացանք, որ ինքնավստահությունն ու նոր ինքնությունը կառուցվում են ոչ թե դատարկ խոսքերով ու աֆիրմացիաներով, այլ անխիղճ դժվար գործողություններով, որոնք ապացույց են ստեղծում մեր ուղեղի համար։ Հա, ավելին ասեմ, մենք սովորեցինք տարանջատել մեր զգացմունքները մեր որոշումներից։ Զգացմունքներին տվեցինք խորհրդականի կարգավիճակ, բայց զրկեցինք ձայնի իրավունքից։ Եվ ամենակարևորը, մենք ընդունեցինք միապահաղության եւ անընդհատ կրկնության ուժը։ Սա իսկապես շատ հագեցած քննարկում էր։ Գիտես, այս ամենի նպատակը պարզապես մի քանի գործ ավելի շատ անելը չէ։ Նպատակը այնպիսի համակարգ ստեղծելն է, որտեղ դու այլևս ստիպված չես լինի ամեն առավոտ պատերազմել ինքդ քո դեմ։ Դու պարզապես հրաժարվում ես մնալ նույն տեղում։ Սա հոյակապ միտք է։ Եվ ես ուզում եմ հիշեցնել մեր ունկնդրին, քեզանից չի պահանջվում լինել կատարյալ անխափան մեքենա, բայց հաջորդ 24 ժամվա ընթացքում արված մեկ փոքր, բայց խիստ գիտակցված ընտրությունը կարող է շրջել ամեն ինչ։ Այն 3 վայրկյանի դադարը, չէ՞։ Այո, դա կլինի սառը ցնցուղ, հեռախոսը անջատելը աշխատելիս, թե պարզապես այն անհարմար խոսակցությունը սկսելը։ Այդ մեկ ընտրությունը կարող է սկիզբ դնել մի շղթայի, որը կսահմանի քո հաջորդ տասնամյակը։ Սա իրոք սթափեցնող է։ Եվ նախքան մենք կավարտենք այսօրվա մեր զրույցը, ես ուզում եմ, որ դու մտորես մեկ վերջին գաղափարի շուրջ, որը գուցե փոխի քո հեռանկարը։ Ինչ գաղափար։ Պատկերացրու մի պահ, ինչ կլինի, եթե դու այնքան երկար կրկնես այս նոր ստանդարտները, որ այն դժվարությունները, որոնցից դու այսօր փախչում ես սարսափով, վաղը դառնան պարզապես քո առավոտյան սովորական ավտոմատ տաքացումը։ Դա ուղղակի կփոխի ամեն ինչ։ Ինչ կլիներ, եթե քո ուղեղն այնքան հարմարվեր բարդություններին, որ նստելն ու 3 ժամ կենտրոնացած աշխատելը քեզ համար լիներ նույնքան բնական, որքան ասենք ատամները լվանալը։ Ինչպիսին կլինի քո կյանքը, երբ վերելքը դառնա քո նոր նորմալը։ Մտածիր այս մասին մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Արդյոք պատրաստ ես այդ նոր նորմալին հանդիպելու։